ինչ կաներ իրենց հայտարարություններով փորձեն կարեն մեր վրա այդ ընտրակաշառքները, չգիտեմ, տարբեր ձևերով եռագլուխ կուսակցություն, իրենք տեսան, որ արդեն եռագլուխը չկա, արդեն մենք 500,000 գլուխ ենք, 500,000 գլուխ են արդեն, ավելի ճիշտ նույնիսկ 800,000 գլուխ են, եթե համարենք փոքր կուսակցությունների, չէ, փոքր կուսակցությունների հավաքած ձայներն էլ 600-700,000 գլուխ ենք, իրենք գործ պետք է ունենան ոչ թե 3 գլխի հետ, իրենք հիմա պետք է գործ ունենան արդեն 600-700,000 գլխի հետ եւ այդ գլուխները ամեն օր շատանալու են, քանի որ իրենք ամեն օր ձախողվելու են։ Դուք հիմա տեսնում եք առաջին քայլերը ամբողջությամբ ոչնչացնում են Հայաստանում գյուղատնտեսությունը, ամբողջությամբ։ Ինչ կանել ուզես փողերով խրախուսես մարդկանց խապես նորից, բայց դա շատ ժամանակավոր բան է։ Բոլորս հասկանում ենք, եթե ձեռնարկությունը փակվեց, իրեն ռեստարտ լինելու համար ամիսներ ու տարիներ են հարկավոր, որովհետև դրան գործող մեխանիզմներ են, գործող աշխատողներով, գործող բանվորներով, իսկ հիմա դուք կարող եք որպես լրագրողներ ստուգել, արդեն հիմնականում գյուղատնտեսական հիմնարկները իրենց բանվորներին անվճար բաց են թողել։ Ինչ արագությամբ կարող են այդ ռեստարտը ապահովել, մենք չգիտենք։ Ես տեսնում եմ, որ լուրջ վնաս է հասցվելու Հայաստանի տնտեսությանը, առավել ևս գյուղատնտեսությանը։